Եվրոպական հանձնաժողովը մոտ 6 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային։ Եվրախորհրդարանի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ այդ գումարները տրամադրվել են ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Եվրոպայում նորից արհեստականորեն սրում են հակառուսական հիստերիան։ Նրա խոսքով նման մեթոդները Եվրոպայում կիրառվում են արդեն մի քանի դար, եւ ներկայիս քաղաքական առաջնորդները չեն ճանաչում իրենց երկրների պատմությունը։ Ուկրաինական կողմը հայտարարել է, որ երկու երկրների միջև խաղաղության շուրջ բանակցությունները կասեցվել են առաջընթացի բացակայության պատճառով։ Ի պատասխան Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինան վաղ թե ուշ ստիպված կլինի վերադառնալ բանակցություններին, սակայն դա կանի ավելի վատ դիրքերից։ Կրեմլն ի գիտություն է ընդունել Ռուսաստանի բանակցությունների դադարեցման վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունները, ասել է Պեսկովը։ G7 երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ շեշտել են ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հրատապ անհրաժեշտությունը։ Արտգործնախարարները նշել են, որ ներկա շփման գիծը պետք է դառնա բանակցությունների մեկնարկային կետ։